բայց Թուրքիա նույնիսկ փորձագետները ուղղակի չեն պատասխանել։ Ուզեմ նշեմ, որ ապրիլ 7-ին եւ մեծ բադի ունեցա նշանակել մեր Արմենիան Հայաստանի կառավարության վարչապետը Բարոն Տիգրան Փաշաբերյան, որ քիչ վերջը խոսքը պիտի փոխանցեմ։ Ուզեմ նշել, որ Բարոն Տիգրան Փաշաբերյանի հետ շատ լուրջ աշխատանք պատրաստեցինք կապված Արմենիան Հայաստանի եւ Արմենիան Հայաստանի հայերի չեզոքությունը եւ մեր վերաժողովի ժամանակ Բարոն Տիգրան Փաշաբերյանը պիտի ներկայացնի ինչ իմաստ ունի այդ չեզոքության եւ տարածքային եւ ազգային։ Ապրիլ 10-ը ժամանակիրով նշանակեցի, որ ապրիլ 24-ը հայոց ազգային սրբի օրը շատ կարևոր է, որովհետև անշուշտ ապրիլ 24-ը միավորված ենք իշելու ցեղասպանությունը, բայց միավորված պետք է լինենք իշելու մեր զոհերը եւ մեզ համար շատ կարևոր է այդ նրբությունը մեր նահատակները, որովհետև լավ գիտեք, որ ցեղասպանության զոհերը չնահատակեցինք մինչև հիմա պաշտոնապես։ Ուզեմ նշել աստեղ, որ ապրիլ 14-ին նստեցինք Արմենիան Հայաստանի ժառանգության ազգային անձնախումբը, որ մասնավորապես իրենց զբաղվին ուսումնասիրելու մեր Արմենիան Հայաստանի ժառանգությունի վիճակը եւ եթե պետք է Թուրքիայի դեմ դարպանալ։ Ուզեմ նշեմ, որ ապրիլ 18-ին մասնավորապես թիմով խրտեցինք Բարոն Աբդուլադիլի, որպեսզի ճանաչի հայերու ցեղասպանությունը 1894-ից մինչև որ եղել է 1894-ից մինչև 1923-ը Արմենիան Հայաստանի տարածքի վրա։ Այդ իմաստով ուզեմ նշել, որ մայիս 28-ին կազմակերպեցինք մասնավոր անձնախումբը, որպեսզի ուսումնասիրի ցեղասպանության իրավաբանական process-ը։ Աստեղ ունիսին մեկը մենք պետք է իրականացնենք բնիկ ժողովուրդների իրավունքների հայտարարության մեջ մեկ հատ օդված մեկա, 6-րդ օդվածը, որ կնշե բնիկ ժողովուրդները եւ Արմենիան Հայաստանի հայերը իրավունք ունին իրենց ազգությունը ունենալ եւ անպայման ազգությունը իրականացնելու համար մեկ հատ աշխատանք պետք է տանենք։ Այդ աշխատանքը անձնագիրն է։ Դրա համար այդ իմաստով մենք այդ անձնագիրը ստեղծեցինք, որպեսզի Արմենիան Հայաստանի հայությունը իրեն անձնագիրը ունենա։ Սա առաջին քայլն է մեր ներքին ճանաչման համար եւ մեր ժողովուրդը միավորվելու։ Ունիսին 12 աստեղ շատ կարևոր աշխատանքներինք մագին մեջ 4 հատ ելույթ ունեցանք եւ անմիջապես այդ ելույթների ժամանակ մեր բանջները ներկայացնեցինք եւ անշուշտ ուղղակի Թուրքիայի պետությունի եւ ամբողջ մագի պետությունների որ ներկայ են անժամանակ։ Այստեղ մեկ հատ շատ կարևոր ժամանակ, շատ կարևոր բանը բաղայցավ, նույնիսկ ֆրանսերեն ալբիդեսեն, donc au mois de juillet, le 12 juillet, il s'est passé quelque chose de très important.
եւ մենք կրնանք ներկայացնել եւ անշուշտ մեր արտաքին գործերի բաժնի անդամը Վահագն Քուչյան պիտի ներկայացնե, որ 22 բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները ճանաչեցին հայերի ցեղասպանությունը 1894-ից մինչև 1923-ը շատ կարևոր է կպատկերացնենք, որ ին ժողովուրդները սկսան արդեն ճանաչել, որ հայերը ունեցան Արմենիան Հայաստանի հայությունը ունեցավ ցեղասպանությունը։ Անշուշտ մանրամասները ցեզի կներկայացնենք։ Հուլիսի 31-ը Պաշտոնական հրամանագիրը ներկայացնեցի հանի պաշտպանելու համար, որովհետև հանի վիճակը արդեն կպավ է և հանի վիճակը չափսահմանը անցավ Արմենիան Հայաստանի հայությունը պետք է պաշտպանե հանի, մենք պետք է պաշտպանենք հանի, դրա համար գրանցեցինք, որ անին մաբան տարածք է և հարուտ սեղով պետք է պաշտպանենք։ Ինչ կնշանակե, որ մասնավոր աշխատանքներ պիտի ունենք, նույնիսկ դատ բանանք հանին պաշտպանելու համար։ Կարելի է դրացում։ Անի Պարիսպը այսօր Սելջուկների Պարիսպի նման են վերանորոգում թուրքերը։ Անգամ մեր տրանսուի հայ պատմաբան և գիտնական հետազոտող, որ կանչեցին Ֆրանսիայից Թուրքիա, նորից արգելեցին, որ ինքը աշխատի աներ։ Մի Սելջուկների ձևով են սարքում աշխարհին խախտելու համար իրենց։ Նկարներ ունենք և կամ վաղոտ ամուսոր սուրջ գտանք նկարները։ Հիմա ուզեմ նշեմ, որ սեպտեմբերի 4-ը շատ կարևոր ժամանակ ունեցան, որովհետև մենք դիմեցինք պաշտոնավես մագը, դիմեցինք մագի մեջ անձնակության խորհրդի մշտական անդամները և ոչ մշտական անդամները, որովհետև հաստատեն, որ Արմենիան Հայաստանի հայությունը իրավունք ունի իրավանալ վճիռը իրականացնել։ Եվ դիմեցինք մագը, որպեսզի Թուրքիայի բանակը դուրս գա մեր հայրենիքից։ Նույնպես դիմեցինք Եվրոխորհուրդը, որպեսզի Եվրոխորհրդի պատգամավորները հասկանան, որ Եվրոպարլամենտի հայկական հարցի ճանաչմանը գերած ճանաչմանն է, որովհետև օրվաց երկուսի մեջ նշված է, որ կճանաչեն հայերու ցեղասպանությունը, բայց չեն ճանաչել, որ հայերը պահանջներ ունին, իրավունք ունին պահանջներ ներկայացնելու այսօրվան Թուրքիայի դիմաց։ Հիմա կպատկերացնեք ինչ է իսկական վիճակը։ Եվրոխորհուրդը մի քանի պետությունի պատգամավորներ կներկայացնի։ Եվ այդ պետությունները կճանաչեն ցեղասպանությունը, բայց չեն ճանաչել, որ այսօր հայությունը իրավունք ունի իրենց պահանջներ ներկայացնելու Թուրքիան։ Մարդու իրավունքների մեջ ոչ մեկ ձևով համապատասխան է, որովհետև բոլոր ժողովուրդները, բոլոր անձերը իրավունք ունին, եթե վնասները ստացան, այդ վնասների դիմաց իրենց պահանջները ներկայացնել։ Ստեղ որևէ հարց չկա։ Գուզեմ աստեղ նշեմ, որ օկտեմբեր
թիմեցինք մեր ժողովուրդը, որպեսի օգնեն մեզի, օժանդակեն մեզի այդ մագի գործողության հետ։ Երբ կուզեմ անշուշտ բադասխաները ստացանք, թույլ տվեք ինձի, որ բարոն Տիգրան Պաշաբեզյանը ներկայացնե քիչ վերջը թիվերը եւ ինչպես մեր ժողովուրդը մասնակցեց, այս բավական հետաքրքիր գործողություն էր, շատ հետաքրքիր։ Հասկանաք, շատ կարևոր է, որ Արմենիան Հայաստանի հայությունը ընդրությունների միջոցով իրենց ներկայացնել իրենց միտքերը, ցաները եւ ընդհանրապես մենք չտիմեցինք մեր ժողովուրդը, որպեսզի ճիշտ իմանանք մեր ժողովուրդը մեր տիկունքն է, մեր տիկունք չէ։ Ինչ կուզեն, ինչպես մենք ուղղակի պատասխան տանք մեր ժողովուրդը։ Դրա համար շատ կարևոր գործողություն մնե եւ լավ հաջողվեցավ։ Օկտեմբերի 21-ը շատ կարևոր ժամանակ եղել է մեզի համար, որովհետև նշանակեցինք մեր ազգային դրոշը, Արմենիան Հայաստանի դրոշը, այդ դրոշը, որ քիչ վերջը նորեն այսօր բավական դերեր պիտի տեսնակ եւ անշուշտ մեկ անդամը, որ վաղօր պիտի ելույթ ունենա, պիտի ներկայացնե դրոշի իմաստը։ Շնորհակալություն։ Հավասիկ դրոշը, որ ընդունեցինք եւ պաշտոնական հրամանակիրով հաստատեցինք։ Ուզեմ մեկ բան ասեմ, բայց անշուշտ մեր անդամը ավելի լայն ձևով պիտի բացատրե, որ նշանը, որ կա մեջտեղը, ուղղակի այսօր եթե գերտակ Տիգրանագեր դիալվակիր, ուղղակի նշանը տեսնակ Տիգրանագերդի բերդի վրա, դրա համար ամեն ինչ իրենը իմաստ ունի։ Գուզեմ անշուշտ պիտի խոսքը փոխանցեմ մեր վարշավետի, առաջ կուզեմ ասեմ ձեզի, որ եթե ուժը միությունն է, եթե ուժը միությունն է, կնանք նշել, որ օրենքն է, որ պիտի միավորվեն մեզի։ Շնորհակալություն եւ ամիջապես կփոխանցեմ խոսքս մեր վարչապետի բարոն Տիգրան Պաշաբեզյանին։